Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգնի Սրբո ամեն։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգնի Սրբո ամեն։ Այդ նույն ժամանակ ոմանք եկան եւ պատմեցին նրան այն գալիլեացիների մասին, որոնց արյունը Պիղատոսը խառնեց իրենց զոհերի արյան հետ։ Նա պատասխանեց նրանց եւ ասաց. Կարծում եք թե այն գալիլեացիները, որոնք այսպիսի պատահարների ենթարկվեցին, ավելի մեղավոր էին, քան բոլոր գալիլեացիները։ Ոչ, ասում եմ ձեզ, սակայն եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք։ Կամ նրանք այն 18 մարդիկ, որոնց վրա Սիլովամում աշտարակը փուլ եկավ եւ սպանեց նրանց, կարծում եք թե ավելի մեղապարտ էին, քան Երուսաղեմում գտնվող բոլոր մարդիկ։ Ոչ, ասում եմ ձեզ, սակայն եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք։ Պատմեց եւ այս առակն. մի մարդ իր այգում մի թզենի էր տնկել, եւ երբ պտղի ժամանակը հասավ, նա եկավ նրա վրա պտուղ փնտրելու եւ չգտավ։ Այգեգործին ասաց. ահա 3 տարի է, որ գալիս եմ այդ թզենու վրա պտուղ փնտրելու եւ չեմ գտնում։ Արդ կտրիր այդ, ինչու է հողը զբաղեցնում։ Այգեգործը պատասխանեց եւ ասաց. Տեր իմ, նրան այս տարի էլ թող, մինչև որ նրա շուրջը փորեմ եւ աղբ գցեմ։ Գուցե թե պտուղ տա, ապա թե ոչ մի տարուց հետո կկտրես այդ։ Այս փոքրիկ հատվածը Ղուկասու ավետարանի 13-րդ գլխի առաջին 9 համարներն էր։ Արդեն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերից պարզ է ինչի մասին է խոսքը։ Երկու միջադեպ էր նկարագրված ավետարանում, այսինքն այսպես ասած դժբախտ պատահարներ կամ ծանր դեպքեր, որոնց արդյունքում Քրիստոսն ասում է, եթե չապաշխարեք, բոլորդ էլ կորչելու եք։ Եվ թզենու առակն է պատմում, որը նույնպես ապաշխարության մասին է։ Ապաշխարությունը քրիստոնեական եկեղեցու կարևորագույն առանցքային սկզբունքներից մեկն է։ Ընդհանրապես մարդ արարածի գոյության սկզբունքներից մեկն է։ Ինչ ասել է ապաշխարություն։ Նախ ապաշխարել բառը ինքը նշանակում է դառնալ աշխարից, հետ դառնալ, մերժել աշխարհը։ Ապաշխարել նշանակում է փոշմանել, զղջալ։ Եվ եկեղեցու մեջ ապաշխարությունը երկու երես ունի, երկու կերպ անցալվում։ Նախ առաջինը ապաշխարել նշանակում է աշխարհիկ մտածելակերպից, աշխարհիկ կյանքից, աշխարհիկ ընթացքից դառնալ հոգևորին։ Մարդը միայն հոգևոր կամ միայն աշխարհիկ չի կարող լինել։ Մարդը աշխարհի մեջ է ապրում, որոշակի չափով պիտի նաև աշխարհի մեջ լինի։ Եվ մարդը հոգի է Աստծո արարածն, նաև Աստծունը պիտի լինի։ Բայց ինչ ենք ասում, աշխարհից դառնալ Աստծո, այսինքն որ մեր մտածելակերպը լինի աստվածային կարգ ու սարքի համապատասխան, որ մեր մտածելակերպը չլինի Աստծո հակառակորդի սատանայի կարգ ու սարքի համաձայն։ Սրանք իրարից խիստ տարբեր են։ Անկասկած մարդը ապրելով մարմնի մեջ, այս աշխարհում նյութական աշխարհի մեջ, կարիք ունի որոշակի նյութական բարիքների, օրինակ սննդի, հագուստի, կեցության տեղի եւ ելի շատ ու շատ բաների։ Բայց մարդը կարիք ունի իր հոգու փրկության։ Մարդը կարիք ունի Աստծո հետ լինելու, մարդը կարիք ունի Աստծո մեջ լինելու։ Այս առումով, ուրեմն առաջի մոտեցումով ապաշխարությունը այն է, երբ որ մարդը զուտ մարմնավոր վիճակից, անաստված կյանքից դառնում է դեպի Աստված։ Դե գիտես, այսօր 100 հոգի հարցնես, ասես անաստված կյանքով ես ապրում, 100-ից
9 կամ 97-ը կասեն, չէ, մենք անաստված չենք ապրում։ Բայց իրականի մեջ անաստված կյանքը բերանով ասելը չի։ Անաստված կյանքը այնա, երբ որ մարդը ապրում առանց Աստծո գիտակցության, առանց Աստծո պատվիրանների, առանց Աստծո կարգ ու սարքի իր կյանքի մեջ։ Ապրում անենց ոնց որ ինքը իրան ճիշտ է համարում։ Ապրում անենց ոնց որ իրան է հարմար։ Այս արդեն անաստված կյանք է։ Անաստված չլինել նշանակում է ճանաչել Աստծուն, ճանաչել Աստծո պատվիրանը, ճանաչել Աստծո կարգ ու սարքը, ճանաչել Աստծո եկեղեցին, եկեղեցական կարգն ու սարքը եւ դրա մեջ լինել, էսա նշանակում անաստված չլինել, այլապես բերանով չենք ասում մենք հավատում ենք կամ մենք անաստված չենք։ Ուրեմն առաջինը, որ մարդը անաստված վիճակից դառնա աստվածայինին, աշխարհիկ վիճակից դառնա հոգևոր վիճակի, այսինքն ինքը սկսի մտածել, իր նպատակը դառնա Աստծուն հաճելի ապրելը, իր նպատակը լինի Աստծո դատաստանին պատրաստ ներկայանալը, իր նպատակը լինի երկնքի արքայության հասնելը։ Էսա առաջի մոտեցումով դառնալը, ապաշխարելը։ Եվ երկրորդ արդեն եկեղեցին ունի ապաշխարության խորհուրդ, որը նրանց համար է, ովքեր դարձել են դեպի Աստված, բայց միևնույնն է, մեղքերի մեջ ենք ընկնում, միևնույնն է, մեղավոր ենք, միևնույնն է, սայթակում ենք, միևնույնն է, կատարյալ չենք։ Եվ սրանց համար էլ կա ապաշխարության խորհուրդը, որով մեղավոր քրիստոնյան, քրիստոնեական գիտակցություն ունեցող մարդը, որը մեղքի մեջ անգել, իր մեղքերից հետ դառնալու, իր մեղքերը խավելու, սրբելու, մեղքերից մաքրվելու, այսինքն ապաշխարությունը բոլորիս է վերաբերվում, թե նրանց ովքեր չեն դարձել դեպի Աստված, թե նրանց ովքեր դարձել են դեպի Աստված, բայց միևնույնն է, մենք սայթակում ենք ու ընկնում ենք։ Վանականներից մեկը ծերին հարցնում է, ասում է, հայր, սայթակեցի ընկա, ինչ անեմ, ասում է, կանգնիր ու շարունակիր, ասում է, նորից սայթակեցի, ասում է, նորից կանգնիր, ասում է, քանի անգամ կանգնեմ, ասում է, մինչև կյանքիդ վերջը կանգնիր, այդ սայթակելը մեղքի մեջ ընկնելն է, կանգնելը ապաշխարելն է, այսինքն ապաշխարությունը մարդու քրիստոնյայի կյանքի ամբողջ ընթացքին իրեն ուղեկցող մի վիճակ է, որտեղ մարդը միշտ մեղքի մեջ անգնում, ուրեմն միշտ ինքը կարիք ունի այդ մեղքերից ազատագրվելու կամ ապաշխարելու։ Ուրեմն Սուրբ Գիրքը շատ կարևոր առանցքային տեղ է հատկացնում ապաշխարությանը։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս, որ եկավ, իրենից առաջ Հովհաննես Մկրտիչը եկան, ինչ էին ասում, ապաշխարեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է։ Այսօրվա հատվածում էլ մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է, եթե չապաշխարեք, կորչելու եք։ Այսինքն այն մարդը, որը մտածում է, որ ինքը ապաշխարության կարիք չունի, իր մոտ ամեն ինչ կարգին է, այդ մարդը կորստյան է ենթարկվելու, որտև Հովհաննես ավետարանիչն ասում է, ով որ կասի ես անմեղ եմ, իսկ ապաշխարության կարիք չունի միայն անմեղ մարդը, ով որ կասի ես անմեղ եմ, ինքն իրեն է խաբում, ոչ Աստծուն կարող ես խաբել, ոչ էլ մարդկանց կարող ես խաբել, անմեղ մարդ չկա աշխարհի մեջ, եթե անմեղ չկա, բոլորս մեղավոր ենք, ուրեմն բոլորս կարիք ունենք ապաշխարության, բայց խնդիրը հետևյալն է, որ մարդը, որը ավետարան չի կարդում, որը չի աղոթում շատ երկար, չի էլ հասկանում, որ ինքը մեղավոր է, եթե մարդը կոնկրետ իր մեղքը չի ճանաչում, ո՞նց կարա ապաշխարի, ապաշխարում ենք կոնկրետ մեղքի համար, ոչ թե ընդհանուր, ասում ենք մեղա Աստծո, չէ, կոնկրետ մեղքիս համար, շնացող եմ, բարկացող եմ,
ստախոս եմ, բանսարկու եմ, անառակ եմ, թմրամոլ եմ, կոնկրետ ինչ մեղք ունեմ։ Կոնկրետ է ապաշխարություն, ոչ թե ընդհանուր մեղա Աստծո։ Մեղա ինչի համար մեղա Աստծո։ Ոչ մի բանի։ Ուրեմն այս շատ կարևոր է։ Ուրեմն մեր Տերն ասեց, եթե չապաշխարեք, կկորչեք։ Ուրեմն մեզ համար շատ կարևոր բան է ապաշխարությունը։ Դրա համար եկեղեցին 7 խորհուրդներ ունի, որոնց մի մասը պարտադիր են բոլորի համար, մի մասը պարտադիր չեն։ Առաջի խորհուրդը մկրտությունն է։ Մկրտությունը պարտադիր է բոլորի համար, որտեղ եթե չմկրտվես, երկնքի արքայություն չես գնա։ Երկրորդ խորհուրդը դրոշն է, կնունքը, որ մեռոնով կնիք ենք դնում, սա էլ է պարտադիր, որտեղ մկրտությունից հետո դու պիտի մեռոնով կնքվես, որ զորանաս, որ Աստծո շնորհը ընդունես, կարողանաս ապրել որպես քրիստոնյա։ Երրորդ խորհուրդը ապաշխարությունն է, պարտադիր է բոլորի համար։ Եթե մարդը չապաշխարի, չի փրկվի։ Տերը ասեց, եթե չապաշխարեք, կկորչեք։ Չորրորդ խորհուրդը Սուրբ հաղորդության խորհուրդն է, պատարագի խորհուրդն է, էս էլ է պարտադիր, որտեղ մեր Տերն ասեց, եթե մեկ իմ մարմինը չուտի, իմ արյունը չխմի, նրա մեջ կյանք չկա, հարություն չի առնի, երկնքի արքայություն չի մտնի։ Հաջորդ խորհուրդը պսակի խորհուրդն է։ Ավետարան Աստված մարդուն չի պարտադրում, որ անպայման դու պիտի ամուսնանաս, եթե չամուսնանաս, չես փրկվի։ Ասում է, ով ուզում է ամուսնանալ, թող ամուսնանա, եկեղեցին օրհնում է իրանց պսակի խորհրդով, ով չի ուզում ամուսնանալ, ուզում է չամուսնացած մնալ, իր ամբողջ կյանքը այդպես ապրել, թող այդպես ապրի։ Իրանց էլ այդ վիճակի մեջ է օրհնում Աստված։ Այսինքն պսակը պարտադիր խորհուրդ չի։ Հաջորդը ձեռնադրությունը, 6-րդը, երբ որ մարդկանց հոգևորական են ձեռնադրում, այդ էլ պարտադիր չի։ Ոմանց ձեռնադրում են, ոմանք էլ մնում են աշխարհիկ վիճակի մեջ։ Այս էլ պարտադիր խորհուրդ չի։ Կարգ հիվանդած կամ վերջին օծումը, այս պարտադիր է, ամեն մարդ պիտի օծվի այս աշխարհից գնալուց, այդ խորհուրդը մեր եկեղեցին կատարում է մկրտության ժամանակ։ Դրոշմի խորհրդի հետ նաև կատարում է վերջին օծումը, հա, որ մարդը սրբված, մաքրված, օծված գնա Աստծո առաջ կանգնի։ Հիմա ապաշխարությունը պարտադիր մի բան է, եւ սա շատ կարեւոր է մեզ համար։ Գիտեք, հանգամանքներ կան, որոնք մարդուն թույլ չեն տալիս, որ ապաշխարի։ Ինչը առաջին եւ ամենակարևոր հանգամանքը հպարտությունը, մարդուն խանգարում է, որտեղ ապաշխարողը պիտի խոնարհվի, ապաշխարողը պիտի իր մեղքը խոստովանի, իսկ հպարտ մարդը ո՞նց իր մեղքը խոստովանի, ո՞նց կասի ես մեղավոր եմ, ո՞նց կասի ես թերի եմ, ո՞նց կասի ես կիսատ եմ, ինքը մտածում է, որ ինքը ամենից լավն է, ո՞նց հանկարծ մարդիկ իմանան, որ ինքը մեղավոր է, ամեն ինչ այսօր, ինչ որ կատարվում է մեր շրջապատում, հատկապես այս օրերի մեջ, մեր երկրում, եկեղեցով, եկեղեցու շուրջ, այս ամեն ինչը մի նպատակ ունի։ Գիտեք, ավետարանը մեզ ասում է ապաշխարեք։ Ես ուղղակի այստեղից կրկնում եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերը, որ ասում է, եթե չապաշխարեք, չեք փրկվի։ Բայց ես չեմ ասում ձեզ ապաշխարեք։ Ես միայն ինձ կարող եմ ասել, Տեր Գրիգոր ապաշխարի։ Որովհետև մենք բոլորս սովորել ենք իրար ասել ապաշխարեք, բայց մենք մնում ենք անապաշխար։ Այսինքն միշտ դիմացիների մեղքը տեսնում ենք, ասում ենք Պողոսը թող ապաշխարի, Պետրոսը թող ապաշխարի, այն մեկը թող ապաշխարի, այն մեկը թող ապաշխարի, բայց ինչ չի վերաբերվում։ Ամեն մեկս մեզ պիտի ասենք, որտեվ թզենու առակ երբ պատմեց Քրիստոսը վերջում, ասում եմ մի մարդ թզենի ուներ իր այգում, եկավ պտուղ քաղելու, տեսավ պտուղ չկա, այգեգործին ասեց կտրի, հերիք է այս ծառը, 3 տարի է, գալիս եմ պտուղ քաղելու, պտուղ չի տալիս, կտրի, այգեգործն էլ ասեց Տեր, մեր այս տարի էլ թողենք, նորից փխրացնեմ, նորից աղբ լցնեմ տակը, պարարտացնեմ, մի խոսքով խնամք տանեմ, թերևս մյուս տարի պտուղ կտա,
էլի որ պտուղ չտա կկտրենք։ Այս թզենին մենք ենք, այդ պտուղը ապաշխարությունն է։ Աստված այս կյանքը մեզ տվել է ապաշխարության համար, ժողովուրդ ջան։ Ուրիշ բանի համար չի տվել։ Դրախտից, որ Ադամին վտարեց, ասեց Ադամ գնա ապաշխարի, որ վերադառնաս նորից դրախտ։ Մենք մոռացել ենք, թե ինչի համար ենք հայտնվել այս աշխարհում։ Այս աշխարհում մենք հայտնվել ենք ապաշխարության համար, որպիսի ապաշխարությամբ մեղքերից հրաժարվելով, սրբվելով, մաքրվելով, զղջալով, նոր մտածելակերպ ունենալով, ձեռք բերելով դառնանք դեպի Աստված։ Եվ այդ 3 տարիները թզենում, եկեղեցական հայրերն ասում են, մարդու կյանքի 3 շրջաններն է. մանկությունը, հասունությունը եւ ծերությունը։ Ասում է 3 տարի եկա պտուղ չի տալիս։ Ոչ մանուկ հասակում էր մի բան, ոչ հասուն հասակում, հիմա էլ ծերացել է նորից պտուղ չի տալի։ Պիտի կտրենք այդ ծառը։ Հրեշտակն ասում են Տեր, ողորմիր։ Թող մի տարի էլ մնա, մի քիչ էլ ժամանակ տուր։ Եթե չապաշխարի միևնույնն է կտրելու ես մի օր։ Այս 3 ժամանակները, 3 տարիները անցյալն է, ներկան է եւ ապագան է։ Թե անցյալը աշխարհի սկզբնավորումից սկսյալ մինչև այսօր, թե այսօր ներկան այս պահը, որի մեջ մենք ապրում ենք, թե ապագան, միայն դրա համար է նախատեսված, որպիսի մարդը ապաշխարի եւ ապաշխարությամբ փրկվենք։ 390 թվականին Թեսաղոնիկե քաղաքում, Թեսաղոնիկեն Հունաստանի քաղաքներից է, որի մասին խոսում է Սուրբ Գիրքը, մեծ խռովություն ծագեց եւ չարախոսների միջոցով լուրը հասավ Թեոդոս թագավորի ականջը, բարկությամբ լցվեց, զորք ուղարկեց Թեսաղոնիկեի վրա։ Նրանք գազանաբար հարձակվեցին թե փոքրերի, թե մեծերի, թե տղամարդկանց եւ թե կանանց, ծերերի եւ մանուկների, բնիկների եւ եկվորների վրա եւ անխտիր կոտորեցին անմեղին ու մեղավորին, սպանեցին 7000 հոգի եւ վիրավորեցին շատ ուրիշների եւ սուգը պատեց ողջ քաղաքը։ 390 թվականին տեղի ունեցած դեպքի մասին է խոսքը։ Մի որոշ ժամանակ անց Թեոդոսը գնաց Իտալիա Մեդիոլան կամ Միլան քաղաքը եւ ըստ իր սովորության ուզեց եկեղեցի մտնել։ Այդ պահին նրա առաջ ելավ քաղաքի եպիսկոպոսն ու քաջ հովիվ Ամբրոսիոսը։ Նա բռնելով թագավորի ծիրանից, հագուստից, կանգնեցրեց տաճարի արտաքին սրահում եւ չթողեց, որ տրորի Աստծո տան հատակը ասելով. Ուր ես գնում, ով արյունարբու, չես ամաչում, որ արյունով շաղախված ուզում ես Աստծո տաճարը մտնել եւ տրորել Սուրբ եկեղեցու գավիթը։ Չգիտես քո գործած անիրավությունները, քո արքունականի փառքն է կուրացրել հոգուտ աչքերը, որ այլևս երկինք չնայես եւ չտեսնես արդարադատ Աստծո վերջին դատաստանը։ Եվ ինչ աչքով պիտի համարձակվես նայել Տիրոջ սուրբ տաճարին եւ անմեղների արյան մեջ թաթախված ձեռքերդ վեր բարձրացնես աղոթելու համար, կամ ինչպես պիտի պիղծ ձեռքերով ընդունես Տիրոջ պատվական մարմինը եւ ինչպես պիտի քո շրթունքներին մոտեցնես Աստծո որդու արյունը, դու որ բարկությանդ մեջ այդքան արյուն թափեցիր, ետ դարձիր եւ ընդունիր այն կապանքները, որ Աստված է տալիս քեզ իմ բերանով, մինչև որ երկնավոր բժշկի կողմից քո թարախոտված վերքերը ապաքինվեն։ Թագավորը սարսռեց Աստծո մարդու կրակոտ խոսքերից, ամոթահար ետ դարձավ գլխիկոր եւ հեծեծանքներով ու ասաց. հնազանդ եմ քո աստվածադիր հրամաններին, ով Սուրբ Հայրապետ, միայն թե թող որ ինձ ապաշխարության տեղ տրվի։ Այդ պահին բոլոր ներկաները սքանչացան եւ չգիտեին Սուրբ Հայրապետի աներկյուղ համարձակության վրա զարմանան, թե Աստվածասեր թագավորի խոնար
հպատակության։ Այդ դեպքից 8 ամիս էր անցել, երբ եկավ Քրիստոսի հրաշափառ ծննդյան տոնը, եւ մինչ հավատացյալների բազմությունը խուռներամ գնում էր դեպի եկեղեցի, Թեոդոս արքան պալատի մեջ նստած դառնապես լալիս էր, եւ Ռուփինոս մագիստրոսը պալատի կառավարիչը ներս մտավ, թագավորին տեսավ ողբի եւ արտասուքի մեջ, ասաց նրան. «Թագավոր իմ, ինչու ես լալիս»։ Թագավորը հառաչելով պատասխանեց. «Ինչու ես հարցնում իմ դառնացած հոգուն, իբրև թե տեղյակ չես իմ անտանելի ցավերին։ Ահա իմ ծառաներն ու երկրի ուրացիկները ազատ են, իսկ ես թագավորս կապված եմ երկնքի մեջ եւ երկրի վրա, քանի որ լավ գիտեմ տերունական հրամանը, թե նա ում կապեք երկրի վրա, կապված կլինի երկնքում։ Դրա համար էլ երկնքի դռներն էլ առջևս փակված եմ տեսնում, ինչպես երկրի վրա Աստծո տան դռները։ Այսօր տեսնում եմ ահա, որ ամեն մարդ Աստծո տուն է մտնում, վայելում օրվա տոնի երկնավոր պարգևները։ Ես եմ միայն զրկված Աստծո շնորհներից»։ Ռուփինոսն ասաց. «Արքա, անմիջապես հայրապետի մոտ գնամ եւ կանչեմ նրան, որ կապանքներդ բացի։ 8 ամիս չանցավ ապաշխարությունիցդ»։ Ոչ, այդպես չի լինի, ես անձամբ պիտի գնամ իմ հովվի եւ հոգուս տեսչի մոտ, նրանից պիտի առնեմ հանցանքներիս արժանի նախատինքը։ Հասնելով եկեղեցու սրահը, թագավորը ներս չմտավ, դռնից դուրս մնալով բարձրաձայն գոռում էր եւ կապանքների արձակում խնդրում։ Իսկ Սուրբ Հայրապետը, որ նստած էր եկեղեցու ատյանում, թագավորի ձայնից դուրս եկավ եւ ասաց նրան. «Ամբարտավանորեն հանդգնում ես բռնի մտնել Աստծո եկեղեցին, ոտնակոխ անել Տիրոջ օրենքները»։ Եվ թագավորն ասաց. «Ոչ, հայր Սուրբ, առանց քո կամքի ոչինչ չեմ անի, միայն աղաչում եմ արձակես ինձ մեղքի կապանքներից եւ իմ առջև չփակես տաճարի դուռը, որ Աստված բացեց բոլոր ապաշխարողների առջև»։ Ամբրոսիոսն ասաց. «Դու ինչ ապաշխարություն ես ցուցաբերել, որ քեզ ցույց տամ Աստծո եկեղեցին, եւ ինչ դեղ ես առել կարևեր խոցերդ բժշկելու համար»։ Թագավորն ասաց. «Դու պետք է ցույց տաս դեղը եւ պատրաստես սպեղանին, իսկ ես պարտավոր եմ առանց դիմադարձության ընդունել այն։ Պահքերը, աղոթքները, ողորմությունը, որ պատվիրեցիր, հայր, բոլորն էլ ահա 8 ամիս է կատարում են, եւ ինչ որ պիտի հրամայի սրբությունդ, ահա պատրաստ եմ»։ Անժամ Սուրբ Հայրապետն ասաց. «Բարկասիրտ ես եւ խիստ հանցավորների նկատմամբ, դյուրահավատ զրպարտիչների եւ վնասախոսների եւ քսուների հանդեպ, եւ դատաստանի վճիռը բարկության թելադրանքի ներքո ես արձակում, որով ոչ թե բանականությունը, այլ բարկությունն է լինում վճռատուն։ Ուրեմն քո ձեռքով մի արքունական հրամանագիր գրիր, որպեսզի ամբաստանողների չարախոսությունը 3 օր քննվի, եւ անգամ հայտնի մահապարտներին 30-40 օր պահեն, մինչև որ հարցուփորձ անեն ամեն բանի մասին, եւ քո խիղճն էլ հանդարտվի, եւ եթե այդ ժամանակ անցնելուց հետո ուրիշ համոզման գաս, ծանր թող չթվա քեզ նախապես տված վճիռդ բեկանել։ Եվ այս օրենքը պետք է պահեն նաև այն բոլոր դատավորներն ու իշխանները, որոնք հրամանի տակ են»։ Թեոդորոս արքան լսեց այս ամենը, զարմացավ Սուրբ եպիսկոպոսի իմաստուն խրատների վրա եւ անհապաղ նրա պատվերը գործի դնելով հրովարտակներ գրել տվեց եւ իր ստորագրությամբ վավերացնելով ուղարկեց բոլոր դատավորներին։ Ապա եպիսկոպոսը թագավորին կապանքները արձակեց եւ եկեղեցու մտնելու հրաման տվեց։ Թագավորը ներս մտավ ահով ու դողով եւ երեսի վրա ընկնելով արցունքներով թրջեց տաճարի հատակը եւ աղոթք անելով Դավթի ձայնով ասում էր.
Իմ անձը հողին մերձեցավ, Տեր, ապրեցրու ինձ քո խոսքի համաձայն։ Այս ասելով կուրծն էր ծեծում, ճակատին էր խփում, մազերն էր պոկում և Աստծուց թողություն խնդրում։ Ժողովրդի բազմությունը այս տեսնելով ձայնակցում էր գորովագին և դառնապես լալիս էր թագավորի հետ։ Այս ասելով թագավորը խոնարհությամբ և զվարթ դեմքով ելավ և ետին տեղերը գնալով ապաշխարողների շարքում մնաց։ Այսպիսին էր թագավորի հավատն ու երկյուղը առ Աստված և սերն ու հնազանդությունը նրա քահանայի հանդեպ։ Երանի թե մենք այսպիսի հոգևորականներ լինենք և այսպիսի թագավորներ ունենանք։ Բայց որպեսզի այսպիսին լինենք և այսպիսին ունենանք, նախ և առաջ բոլորս պիտի ապաշխարենք, այսինքն մեր մեղքերը տեսնենք, զղջանք և ջանանք մեր մեղքերից հրաժարվել։ Թող Աստված մեր աչքերի առաջ, մեր մտքի առաջ միշտ պարզեցնի մեր մեղքերը։ Այդպիսի մի գեղեցիկ պատմություն կա, մեկը գալիս է մի սրբի մոտ, ասում է, գիտես, Սուրբ Հայր, հրաշք եմ տեսել այսօր։ Սուրբ Հայրն ասում է, շատ ավելի երանելի կլներ, եթե հրաշքի փոխարեն մեղքերդ տեսներ։ Թող Աստված մեզ բոլորիս իմաստություն տա, շնորհ անի զղջումի, ապաշխարության և Աստծուն հաճելի ապրելու։ Ամեն։